Լույս օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, դա նշանակում է պետք է սկսենք ժպտալ, մոտ նստել հեռուստացույցին ու պատրաստվել դիտելու մեր շատ հետաքրքիր հաղորդումը, որովհետև այսօր այն հագեցած է լինելու։ Այս պահին առաջարկում եմ մի լավ տեսահոլովակ արթնանալու համար, այնպես որով քնած է արթուն կացեք, գնացինք։ Դե ինձ ելներս վերադարձանք տաղավար, առաջարկում եմ այս պահին դիտել տեսանյութ, որից էլ պարզ կլինի, թե ովքեր են մեր հյուրերը։ Գնացինք։ Ծաղկունք միջազգային փառատոնը նշում է իր 10-րդ հոբելյանը, դառնալով տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը։ Փառատոնին մասնակցում են հայտնի պարային անսամբլներ Ֆրանսիայի Ստրասբուրգ եւ Լիոն քաղաքից, Անգլիայի Լոնդոն քաղաքից, Հունաստանի Աթենք քաղաքից, Վրաստանի Թբիլիսի քաղաքից, Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքից եւ իհարկե բազմաթիվ պարային անսամբլներ Հայաստանի Հանրապետությունից։ Ապրիլի 13 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Ապրիլի 17 Վրաստան Վասո Աբաշիձեի անվան կոմեդիայի եւ դրամատիկական պետական թատրոն։ Ուշադրություն, 4-րդ հոբելյանական համերգը կկայանա Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Մոս պրոդյուսեր հայտնի համերգասրահում։ Երեկոն ձեզ համար կվարի Ռոման Բաբայանը։ Բաց մի թողեք այս հնարավորությունը մասնակցելու այս մեծ մշակութային իրադարձությանը։ Տոմսեր կարող եք ձեռք բերել Event Hub կայքից։ Շտապեք, մնացել են սահմանափակ քանակությամբ տոմսեր։ Փառատոնի գլխավոր հովանավոր Էմանուել Travel։ Եվ այսպես, Հայաստանում անցկացվելու է Ծաղկունք միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որը կազմակերպվում է Կամուրջ մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ։ Կամուրջ մշակութային կենտրոնի ղեկավար, Ծաղկունք միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնի ղեկավար Հայկ Գևորգյանն է այսօր մեր հյուրը։ Բարի լույս։ Ինչպես նաև Նուր գեղագիտական կենտրոնի ղեկավար, Ծաղկունք միջազգային 10-րդ փառատոնի բեմադրական մասի ղեկավար Արշակ Գասպարյանն է մեր հյուրը։ Բարի առավոտ։ Շատ ուրախ եմ, որ այս կարևոր նորությամբ եկել եք այսօր մեր տաղավար եւ բացահայտելու ենք, շատերի համար ինչ է իրենից ներկայացնում փառատոնը եւ ինչ է սպասվում այս օրերին։ Մեկնարկումը լինելու է ապրիլի 13-ին եւ մի փոքր բացահայտենք, Փառատոնը անցկացնելու ենք 4 տարբեր բեմերում, 4 քաղաքներում, մեկնարկել ենք մարտի 28-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որից հետո ապրիլի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնենք երկրորդ մասը, որից հետո կմեկնենք Թբիլիսի Վասո Աբաշիձեի անվան պետական դրամատիկական թատրոն եւ եզրափակիչ համերգը կանցկացնենք Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում։ Բարդ չէ, այսպես 4 ճյուղերով կազմակերպել նման մեծամասշտաբ փառատոն։ Իհարկե, բարդություն ներկայացնում է յուրաքանչյուր գործ, որը կատարում ես սրտանց ու մինչև վերջ փորձում ես կատարել նվիրումով, բարդություններ անպայման հանդիպում են, բայց մեր մթնոլորտը այնպիսի ընկերական ու ջերմ մթնոլորտ է, իրար օգնելով անպայման թեթև ենք անցկացնում ու չենք դժգոհում։ Ինչով է այս տարի առանձնանում հենց հոբելյանականը։ Երկրների խաչմերուկների ընտրությամբ, նման բան եղել է էլի թե։ Այս տարի աշխարհագրությունը բավականին ընդլայնվել է։ Մենք ունենք շուրջ 6 երկրների մասնակիցներ եւ միայն Երևանում Հակոբ Պարոնյանի թատրոնում եւ օպերային թատրոնում ունեցել ենք շուրջ 700 մասնակից ունենք մասնակից միայն արտերկրից եւ շուրջ 2500 մասնակից մասնակցում են Հայաստանի Հանրապետությունից։ Ուղղակի վաու, ինչպես են ընտրվում, թե որ խմբերն են մասնակցելու ու գուցե հենց հիմա հեռուստադիտողն էլ ասում է, ոնց հայտ ներկայացնենք կամ ժյուրի կա, որ ընտրում է։ Փառատոնային ծրագիր անցկացվում է երկու մասով՝ փառատոնային ծրագիր եւ գալա համերգ։ Հիմնականում արտերկրի խմբեր եւ օպերային թատրոնում մասնակցում են գալա համերգին։ Նախապես ուղարկում են վիդեո հոլովակները, աշխատում են հանձնաժողով։ Հանձնաժողովը արդեն ընտրում է նախապես խմբերին, որ խմբերը կարող են մասնակցել գալա համերգին։ Իսկ պարային խմբերից բացի այն, որ այլ երկրից ներկայացուցիչներ ունենք, մյուսները մեր հայկական համայնքի մասնակիցներն են, պարային խմբեր։ Այո, մեր Հայաստանից շատ ունենք 2500 հոգի, ոնց որ նշեց Հայկը, մասնակցում են փառատոնի մասնակցելու համար, հայտերը որ տալիս ենք, հիմնականում ընտրում ենք գալա համերգի համար կոլեկտիվներ, որոնք որ կներկանան ավելի պատշաճ, ավելի լավ։ Իսկ փառատոնի մասնակցելու համար բոլորի ընտրները բաց է բոլորի համար, որոնք կարող են մասնակցել, հետո ընտրվել
մյուս տարվա նորից փառատոնին մասնակցելու գալա համերգին ունենք այդպիսի առաջ խաղացումներ, խմբեր կան, որ շատ ոգևորված ապարում են, հետո ավելի որակապես լավանում են ու մարդը մասնակցում են գալա համերգին։ Հնարավորություն կատարեց տարի, պրոգրես աճի եւ Սենց ներկայացնեմ այս տեսակման, ես, հանձինս ես, աշխատելով կոլեկտիվում փորձում եմ ամեն տարի ինչ-որ ձև անեմ, այդ նույն ձև աշխատում են նաև մեր կոլեգաները, իմ գործընկերները, աշխատում ենք այնպիսի մի բան ներկայացնել գալա համերգին մյուս տարվա, որտեղ ինքը աշխարհագրություն ունի, ինքը տարբեր երկրներից գալիս են, որ կարողանանք տպավորել, կարողանանք տպավոր բոլորի մոտ ներկանալ ավելի լավ, ավելի ցենց կազմակերպված ու ճիշտ։ Հանդիսատեսի արձագանքից կխոսեք ինչպես է դիմավորում, ինչպես է անցնում։ Բավականին լավ է հանդիսատեսի արձագանքը, այս վերջի տարիների ընթացքում զգում ենք բավականին բուրն են ընդունում, լավ են ընդունում, համ մեր սփյուռքի հանդիսատեսը, համ տեղի հայաստանյան հանդիսատեսը։ Բավականին բուրն է ընդունվում։ Ըստ ձեզ, նմանատիպ փառատոնները ինչ նշանակություն ունեն եւ ինչ կարեւոր նպատակ ու ասելիք է իրագործվել։ Ասելիքը ամբողջ այդ պարարվեստի աշխարհը, հա, եթե վերցնենք ինչ որ մի մաս հանդիպում, շփում, օրինակ նայեք մենք ունենք գոլեգաներ, որոնք արտասահմանում գործունեություն են ծավալում եւ հենց այս փառատոնի շրջանակներում հանդիպում են իրար։ Սա շատ Կամուրջ մշակութային կենտրոնը կապող օղակ է դարձել։ Մենք օրինակ ունենք սփյուռքից խմբեր, ովքեր մի քանի տասնամյակ չեն եկել հայրենիք, ծաղկունքը դարել է միջոց կապ, որպեսզի ներկայանան իրենց երկրում եւ մեծ իսկապես փշաքաղեցնող է, այսինքն այստեղ ոչ միայն մշակութային ու արվեստի տոն է, այլ նաեւ տուն վերադարձի շատերի համար եւ դառնում եք կապող օղակ ծաղկունքով։ Նայեք, ներկայացնեմ նաեւ փաստեր պարային գծով, ուրեմն ամեն ծաղկունքի ժամանակ, փառատոնի ժամանակ մենք ունենում ենք ամբողջ մասնակիցների հետ կապված ինչ որ կարևոր միջոցառում, որը նաեւ հայկական է։ Այսինքն անցած անգամ մենք մոտ 300 հոգի բեմ էինք բարձրացրել միաժամանակ Ֆրանսիայից եկած տարբեր երկրներից մեր եկած հայրենակիցների հետ ու բեմադրեցինք շատ շքեղ մեծ բար մեր գործընկերներով, մեր գլխավորությամբ մեր գործընկերները նաև օգնում են այդ ամեն ինչը կազմակերպելու։ Այսինքն միասնական փակում արեցինք։ Հիմա նայեք, այս տարի առանձնացնում ենք ինչով։ Մենք ունենալու ենք երթ, քայլարշավ, դեֆիլե կոչվածը, մեկնարկելու ենք Հյուսային պողոտայից, ամբողջ օպերայի շուրջ այդ ամբողջ երկրների եկած իրանց խորհրդանշող պաստառներով քայլելու ենք ամբողջ օպերայի շուրջը, հավաքվել ենք օպերայի հրապարակում ու բոլորս միասին ու ազգությունը ընդհանրապես կարևորություն չի, բոլորս միասին բարելու ենք հայկական ազգագրական մի քանի բառեր։ Այսինքն երթին մասնակցելու են բոլոր պարախմբերը իրենց պաստառներով ու ինձ թվում է սովորական մարդիկ էլ արդեն կմիանան ձեզ ու այդպես կդառնա մի մեծ միասնական շուրջպար։ Մեծ, այո։ Նպատակը հենց դա է։ Նաև սովորացնել, նաև սեր առաջացնել դեպի հայկական բառը։ Իսկապես շատ կարևոր միջոցառում է եւ իրադարձություն, ինձ միայն հաջողություն մաղթել ծաղկունքին, մենք էլ սիրով միշտ կլուսաբանենք եւ հետաքրքիր է, պարային խմբեր շատ կան եւ շատերը նոր են, հա, այսպես ասած ծիլեր տալիս, իսկ շատերը տարիների պատմություն ունեն։ Սա էլ է կարևոր, այսինքն ձեզ մոտ մասնակցում են միայն տարիների պատմություն ունեցող խմբերը, թե կա հնարավորություն, որ նորաստեղծ խմբեր նույնպես մասնակցեն։ Փառատոնը հենց նշեցիք ու դրանով է տարբերվում, երկու ֆորմատով է անցկացվում՝ փառատոնային ծրագիր եւ գալա համերգ։ Այն խմբերը, ովքեր նոր են սկսում քայլեր կատարել, կարող են փառատոնային ծրագրի մասնակցել։ Իսկ այն խմբերը, ովքեր արդեն երկար տարիներ գործում են, նախապես հոլովակներ ուղարկում են եւ ընդգրկում են գալա համերգին։ Նայեք, արդեն 10-րդ փառատոնն է կազմակերպվում այդ 10 տարիների ընթացքում, այդ մի քանի տարիների ընթացքում կարողացել են խմբի ղեկավարները տարանջատել որ կոլեկտիվը կարելի է մասնակցել գալա համերգի, նաև հայտերի մեջ հիմա իրողություն մեծ շատ դեպքերում հայտերի մեջ չեն լինում շատ բացառություններ, որ կարելի է չմասնակցել, արդեն ղեկավարը ինքը գիտի ինչ խումբ ներկայացնի, ինչ բար ուղարկի դիտելու, որ կարողանանք մասնակցի գալա համերգին, որ բարը կարելի է մասնակցել փառատոնային։ Այս էլ մի ուրիշ ձևի հաջողությունն է, որտեղ խմբի ղեկավարը տարանջատում է, ոչ թե մեր կողմից է լինում դու չի կարելի մասնակցես գալա, այլ խմբի ղեկավարը ինքն է ասում, որ ես մասնակցեմ
փառատոնին, իսկ ես խմբով կմասնակցեմ գալա համերգին կամ մյուս անգամ այս կոլեկտիվը կաշխատեմ մասնակցի գալա համերգին։ Եթե այսպես 10 տարիները ամփոփեք, հա, տարեց տարի, ըստ վիճակագրությամբ ավելի մեծ է հետաքրքրությունը բարի նկատմամբ հայկական եւ որակային առումով մենք աճ ենք գրանցում, թեկուցե հակառակը ուտխրելու առիթներ կան։ Նայեք, մենք ունենք եւ ունենք սփյուռքից շատ հայրենակիցներ, որոնք գալիս են ու հայկական պայրը ներկայացնում են եւ սա ստիմուլ է դառնում, որպեսզի իրանք տեղում ավելի լավ աշխատեն, ավելի լավ ներկայանան, այս դառնում է հայկական պարը ավելի ոգևորեցինք ու ավելի ոգևորված աշխատեցին պարուսույցները։ Կա նաև ուրիշ փաստ, որ մենք մեր ներսում, քանի որ մերն է, մենք սկսում ենք օտար ազգի պարեր ավելի շատ ուսուցանել, քան հայկական պարեր ու պրոգրեսը գնում է աճը դեպի, բայց ունենք նաև պրոգրեսներ հայկական խմբերի մեջ, որ ավելի լավ աշխատեն, ավելի ճիշտ աշխատեն, ավելի գրագետ բեմադրեն քննադատության առ չդառնա իրանց համար ու կարծում եմ աճը մեծ է ու լավ։ Շատ բարի, շնորհակալություն անչափ, եթե կա կրկին ասելիք ծաղկունքի նկատմամբ։ Եվ կցանկանայի նշել Ռուսաստանի դաշնության մեր համերգային ծրագրի մասով, վերջին տարիներին շատ ենք ունեցել հայկական խմբեր Ռուսաստանից եւ ցանկությունը այնտեղ շատ մեծ էր, որ անցկացնենք ծաղկունք փառատոնը։ Եվ արդեն իսկ ուղղակի մի քանի օր հայտարարով մեկ համերգային ծրագիրը մեզ մոտ տեղերը ավարտված են։ Հա, եւ նաեւ ավելացնենք, որ մեր արտասահմանի գործընկերները, ովքեր աշխատում են տեղի հայերի եւ տեղաբնակ ազգերի ժողովրդի հետ, այսինքն Ֆրանսիայում կան նաեւ ֆրանսիացիներ, որ հաճախում են բարի հայկական պարախմբերում, շատ ոգևորող փաստ է, ուզում եմ իրանց այդ մեծ ուժի մասին խոսել, որ իրանք չունենալով ոչ մի շահավետ գումարային անշահախնդի վիճակով աշխատում են ու աշխատում են ու ներկայանում են։ Կարևոր շնորհակալություն իրանց։ Ձեզ շնորհակալություն իրականում ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև ինչպես հասկանում ենք, այսօր բարդ է մեծամասշտաբ բաներ կազմակերպել, այն էլ նման քանակի, այն էլ տարբեր երկրներում, Հայաստանի սահմանում ու Հայաստանի սահմաններից դուրս, ու ես վստահ եմ, որ ապրիլի 13-ից սկսած տոն է լինելու Հայաստանում, ես նաև կսպասեմ այդ յուրահատուկ քայլերթին, որը կազմակերպել է եւ սիրով կվայելենք մեր իրական ազգային հայկական պարերը, որովհետև սա պարային ասպարեզում իսկապես տոն է։ Շնորհակալություն ձեզ կատարած աշխատանքի համար եւ հաջողություն միշտ զարթոնք թող լինի ծաղկունքում ու նորություններ լինեն, մենք էլ սիրով լուսաբանենք։ Իրականում շատ կարևոր է, այո, հայկական ազգային պարը ու կարևոր է խմբակային հավասարությունը, որովհետև մենք հայերս սովոր ենք, հա, անհատական ոլորտներում փայլել, գնալ առաջ, բայց երբ այդ ամենը արվում է խմբակային ու միասնական, հասկանում ես, որ իրական ուժը իսկապես միասնության մեջ է, սիրելիներս։ Գնացեք, դիտեք, ուսումնասիրեք, չնայած հասկացանք, որ շատ տեղերում արդեն sold out է, սա էլ է ուրախալի փաստ, նշանակում է դեռ սերը չի կորել արվեստի, մշակույթի նկատմամբ ու ազգային նկատմամբ, սա նշանակում է մենք հետաքրքրված ենք եւ լուրը ուրախալի է։ Ձեզ հետ ես Անահիտ Կիրակոսյանը, այսօրվա համար այսքանը, այսպիսին էր օրդ բարին մնացեք բարով։